Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում, Փակ TV-ն, որը այս օրերին, ամանորյա այս օրերին միշտ է ձեր կողքին։ Եվ գիտեք, մենք աշխատում ենք, որ նոր տարին այնպես սկսենք, որպեսզի մեր ունկնդիրը գոհ մնա թե մեր ծրագրերից և թե հատկապես բոլոր այն հյուրերից, ովքեր գալիս են մեր տաղավար։ Իսկ այսօր մեր տաղավարում մի լավ շատ այսպես լեգենդար հյուր ունենք, մեր փառապանծ հեռուստաօպերատորներից մեկը ֆիզիկական կուլտուրայի սպորտի վաստակավոր գործիչ Էդվին Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Էդվին, ես քեզ որպես ավագ ընկերոջ ուսուցչի, այսպես կարգավիճակով եմ հյուր ընկալել, որտեղ ես հիշում եմ, երբ ես 1973-ին եկա հեռուստատեսություն, 20-ամյա տղա է, դու արդեն 10 տարուց ավելի աշխատում էիր հեռուստատեսությունում և են Գիգորի պես ձեռքս բռնած տարար բոլոր սպորտ բազաներով, անցկացրիր, ցույց տվեցին, ասեցիր, որը ինչից հետո է, երբեք չեմ մոռանա, շնորհակալություն, որ դու իհարկե այսօր քո 80-ամյակն է արդեն, պատկերացնում ես, որքան ժամանակ է անցել, 63-ից մինչև մեր օրերը, մի իսկապես հրաշալի ժամանակ է։ Բավական ժամանակ է անցել, ես նախ շնորհակալություն, որ ես այսօր ձեր հյուրն եմ, իհարկե հիշելու ու խոսալու շատ բաներ կա, որովհետև սպորտը երևի այդ ժամանակահատվածի ամենահետաքրքիր ժամանակն է, որ օրը անցնում է սպորտով, թվում է թե մի վայրկյանում այդ գնում է այդ ամեն ինչը, ու պետք է հասցնես այդ ամեն ինչը ներկայացնես, շատ դժվար, բայց շատ լավ աշխատանք է և ես շատ ուրախ եմ, որ ես սպորտում մնացի, սպորտը լուսաբանեցի, ներկայացրեցի մեր հեռուստադիտողին և շատ բաներում օգնեցի, որպեսզի սպորտը էլ ավելի զարգանա, ինչպես ես, Պամբիջան դու, նաև մնացած բոլոր տղաները, ում հետ ես որ աշխատել եմ։ Ես հիշում եմ այդ տարիները, բայց ասեմ մեր ունկնդրից, երևի բարեկամներ, 1967 թվականից մինչև Խորհրդային Միության փլուզումը Էդվին Գրիգորյանը լուսաբանել է Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների սպարտակիադաները, 3 օլիմպիական խաղեր, նա միշտ եղել է առաջնագծում և ավելին ասեմ, նա եղել է այն ազնվորությունը, ով մեծ սպորտում իսկապես իր հետքն է թողել։ Գիտեք, սպորտը լուսաբանելը դա մի ուրիշ մասնագիտություն է։ Ես երկար տարիների փորձ ունեմ մեկնաբանի և կարող եմ ասել, թե որքան դժվար է եղել։ Մանավանդ այն ժամանակ, երբ մենք էինք սկսում, դեռ չեմ խոսում քո ժամանակը, չկար այն տեխնիկան, որ այսօր կա։ Մենք պիտի կինոպլյոնկայով նկարահանեինք, տանեինք լաբորատորիա, երևակայեին միջին, չգիտեիր լավ կլինի, վատ կլինի, մեզ հիմա մի հեռախոսը բավական է, որպեսզի ֆիլմ են նկարում, դե, բայց այդ ժամանակները իրոք հետաքրքիր էին։ Շատ հետաքրքիր էր, գիտեք, Համբեջան, ինչն եմ ես միշտ հիշում, որ այո, դժվար պահերին մենք աշխատում էինք, չէ, և մտահղացումները ավելի լայն ասպեկտով էինք ներկայացնում։ Օրինակ, ես հիշում եմ դու որ եկան, բավականին սպորտը շահեց, ինչով գիտեք, որ նոր թեմաներ մտցրեցիր դու, ալլո սպորտ, հիշում ես, սպորտ և նորաձևություն, սպորտ և արվեստ, սպորտ և երաժշտություն, և ոչ մի հաղորդումը մեկը մյուսին նման չէր, և նայում էին, մի ժամանոց հաղորդում էր գնում, և սպասվող հաղորդումներ էին դրանք, սպասվող, և մենք եթե բացի դրանից անում էինք նաև հաղորդումներ, որոնք որ ակնարկներն էին, ռեպորտաժներ էին խտացված տալիս էին 40 րոպեվա մեջ,
նորից նայում էին, բոլորը նայում էին եւ դետուչկաներում մի ժամանակ դետուչկան էին անում, որպեսզի որոշեն որ հաղորդումն է լավը, որն է վատը եւ գնահատական էին տալիս, սպորտը միշտ բարձր էր լինում։ Ի շնորհիվ մեր աշխատանքային, մեր խումբը շատ լավ խումբ էր, գործնական մեր սպորտային բաժինը բավականին լավ բաժին էր։ Մարդիկ, ովքեր որ իսկապես սիրեցին սպորտը, սիրում էին նաեւ աշխատել սպորտում եւ ներկայացնել դա կարեւոր բան է, մարդ պետք է իր աշխատանքով իր գործը տանի առաջ եւ ներկայացնել դες որովհետեւ հերոստատեսությունը թաքցնել ոչ մի բան չես կարող հերոստատեսությամբ թափանցիկ է դա պետք է երևա խոսքը եւ եթերում նկարը պետք է իրար բռնի եթե իրար չբռնես մարդիկ ասել ես ովքեր են քաոս է լինում դա քաոս է ախր ես նաև պիտի ասեմ մեր ունկնդիրներին սիրի բարեկամներ մենք մեկնաբաններս հատկապես շատ պիտի երախտապարտ լինենք Էդվին Գրիգորյանի որտեղ ինքը լրացնում էր այն կադրերը որը մեր խոսքը գալիս էր ծածկելու ցուցադրելու եւ ինքը մեզ օգնեց կայանալու որպես նախ որպես մեկնաբաններ կայանալու որպես սպորտը ներսից իմացող մարդկանց եւ ես հիշում եմ այդ խորհուրդները շատ հաճախ գուցե եւ ինչ որտեղ ներս էիր գցում չէիր ասում մի կերպ կարողանում էիր հաշտվել տանել բայց միշտ օգնության էիր պատրաստ եւ հատկապես իմ սերնդի բոլոր լրագրողներն ու մեկնաբանները պիտի հիշեն ու շնորհակալ լինեն Էդվին Գրիգորյանին ես շատ գոհ եմ բոլորից շատ գոհ եմ որ չեն մոռանում ասենք ես արդեն բավականին ժամանակ հերոստատեսությունից դուրս եմ եկել որտեղ ստացվեց այդ պահը երբ որ ինձ հրավիրեցին օլիմպիական կոմիտե լրատվական բաժին որ ես այնտեղ պետք է աշխատեմ ես գնացի ինչու համար որովհետև դե ուզում էի ավելի մոտիկից ավելի լավ ծանոթանալ նաև այդ ներսի աշխատանքների հետ ներս ասենք թե օլիմպիական կոմիտեն ոնց էր հավաքում հավաքական թիմը որպեսզի մասնակցեն օլիմպիական խաղերին եւ իրանք օգնում էին ասենք թե աշխարհի առաջնության Եվրոպայի առաջնության օլիմպիական խաղերի այդ թիմը տարբեր ասպեկտներով տարբեր բաներ ներկայացնում միջազգային բայց միտքը նույնն էր հաղթանակը այդ հաղթանակը ոնց էր կերտվում որպեսզի իսկապես դուրս գար ինչ որ մենք ուզում ենք որ մեր հայ ժողովուրդը ուրախանա որտեվ ինչ էլ ուզում ալնի մենք արդեն դրա մասին խոսացրենք մենք ապրում էինք դրանով լավ էր ելնում լացում էինք վատ էր ելնում էլի լացում էինք ոչ թե լաց այ արտասվում էինք ուղղակի կար ուրախության արդյունքները եւ տխրության եւ չգիտեմ ես անգամ գոհ եմ իմ աշխատանքից որ շատ եմ սիրում սպորտը գիտեք այդ սպորտը ինչ հետարքին ինչ բան է ինչու սպորտը սիրեցի մեր ժողովուրդը հիշի օպերայի թատերական այդ հրապարակը որտեղ մի կողմից Թումանյանն էր մյուս կողմից Պենզիարովը զիբիլի կներեք էլի զիբիլի արկղները դնում էին դարպասներ էինք սարքում եւ ֆուտբոլ էինք խաղում մոտ 2000 մարդ հավաքվում էր այնտեղ ու իրանք այդ բանը հրապարակը նենց էին անում որ գծերը բաներ ամեն ինչ ժողովուրդով շարված կանգնած էին մենք ֆուտբոլ էինք խաղում ժամը 12-ից սում ենք մինչև ժամը 5-ը խաղում էինք այնտեղ տարբեր թիմեր կասկադը կինո պիոները Ղուկասյան փողոցը կոնդը բանը շատ հետարքիր էր էլ այդ ֆուտբոլը ու այնց բան կար ակտիվություն կար ժողովրդի մեջ իրանք գիտեին ասում են ահա շաբաթ կիրակի է պետք է գնանք ֆուտբոլը նայենք գալիս էին ֆուտբոլ էին նայում գիտես Էդվին ինչն է հետարքիր մենք ոչ միայն ակտիվ լուսաբանում էինք սպորտը ինքներս էինք մասնակցում այդ միջոցառումներին դուք հո կյանքում լուսաբանել ես ասեցի օլիմպիական խաղեր աշխարհի Եվրոպայի 147 առաջնություն եմ աշխարհի եւ Եվրոպայի իհարկե դրանց մեջ եղել են հիշարժանները այսօր եթե փորձես վերհիշես որը կուզենայիր առաջինը ասել որի մասին գիտեք եթե անհատներին վերցնեմ իհարկե Նովիկովի Ազարյանի բախտ վիճակվել է ինձ նկարեմ դա է Շահինյանի այո Ենգի Բարյանի չկա չունեմ նկարած իրան
ռինգում, բայց որպես մարզիչ որպես մրցավար շատ եմ նկարել իրան, շատ ինքը լավ մրցավար է, շատ ասեմ։ Այո։ Ինքը շատ լավ մրցավար էր, իրան հարգում էին, ինքը անգամ միջազգային ֆեդերացիայի մրցավարական բանի խմբի մեջ էր ինքը։ Եվ իհարկե Յուրիկ Վարդանյան, իհարկե Օքսեն Միրզոյան, Յուրիկ Սարգսյան, բոլոր նրանք, ովքեր որ չեմպիոն դարձան, ովքեր Պարկ ու պատիվ Հիշում ես ինչպես էին գնում Սերգո Համբարձումյանին տուն ամեն նոր տարի։ Այո, Սերգո Համբարձումյանի խալաջեցը, Ազարով Իվանի հանակները, որ ինք հանում էր իր երեխեքի հետ, Ռուբեն Մանուկյանի էլի ծանրամարտիկ մոտոցիկլետը 4 սակնանի որ կար Գերմանիայից է բերել պատերազմից տրաֆեյնի բաները ինքը գայիշնիկներ ինքը գայի աշխատող է շատ լավ բաներ է միան Ռոբերտին բոլորինը ինչի որ սա բանը Զինայդա Սիմոնյանինը Երջանիկ Ավետիսյանինը պատկերացնեք Երջանիկ Ավետիսյանի նման հոյակապ հրաձիկ այսօր Հայաստանում եւ անգործ այն բանով որ ինքը չի ուզում մասնակցի առաջնություններին միջազգային բայց ի՞նչն է խանգարում իրան չեմ հասկանում ինչու համար ինքը թողեց Ռուսաստանը եկան նորից հետ 90 թվականին դարձան աշխարհի չեմպիոն Եվրոպայի չեմպիոն շատ լավ ընդունեցին ստեղ Հայաստանում, հետո նեղացրեցին իրան գնացին Ռուսաստան, 12 տարի մնացին Ռուսաստանում, ավել, այնտեղ էլ դարձավ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 12 անգամ Գրան Պրին շահեց, շատ լավ հրաձիկ էր ինքը, շատ, ընդ որում ստենդային հրաձգություն ավելի դժվար է, քան գնդակային հրաձգ, գիտեք ինչի, որտեղ ստենդայինը ափսեները որ թռնում են Դա վարկյաններ է պետք, իսկ գնդակայինը իրաց 30 վարկյան, 20 վարկյան ժամանակ ունեն, էլի, որպեսզի պատրաստվեն։ Այդտեղ բանի վրա չի, ով որ արագ լինի, ով որ դիպուկ լինի, դա է հրաձգության միտքը, որ դիպուկ պետք է կրակես, որ բարձր արդյունք ստանաս։ Իսկ շատ դժվար է։ Իր տղաները կներեք, էլի տղաները, սովետական միության երիտասարդների չեմպիոն են, 12 տարեկան հասակում։ Սարոկյանը իմացավ, ասեց բերեք իրանց ստեղ, բերեցինք, խնդրեցինք Բագրատ Բուրնաջյանի հետ ամեն ինչ արեցինք, որ իրանք մնան ստեղ, բայց չստացվեց ինչ-որ, չգիտեմ ինչու համար, բայց ինձ թվում է, որ դա սխալ է, իրանց պետք է ճանապարհ տան, ընդհանրապես, լավ մարզիկներ ունեցինք, եւ ընդ որում, եթե Զինայդա Սիմոնյանը, Էնվար Զալատնիկովան, ինքը թիմային աշխարհի առաջնությունն 5 անգամ հաղթել, թիմայինում, Երջանիկը 3 անգամ անհատական, իսկ թվում անհատական ավելի բարձր է, քան թիմայինը։ Էդվին, դե մեր կյանքում սպորտը լուսաբանողներից մասին է խոսքը, առանցին տեղ է գրավում Երևանի Արարատ 73-ը, դու հիշում ես, թե ինչ օրեր էին, ինչ ապրումներ էին, ցավոք վերջերս էլ մենք հրաժեշտ տվեցինք Նիկիտա Սիմոնյանին, ինչ կորուստ էր, 99 տարի ապրեց այդ լեգենդար մարդը, եւ ես չգիտեմ, շատ ուշ տվեցին այդ հերոսի կոչումը իրան, շատ չհասցրեց վայել, ինքը չվայելեց փաստորեն, բայց ինքը արժանի էր, ինչու ոչ։ Էլ չեմ խոսում Տիգրան Պետրոսյանի մասին, ինչ հաղորդումներ ենք նկարել։ Կասպարովին մենք ինչքան ենք նկարել, հիշում ես, ինչ հետարքիր նկարանումներ արեցինք Բատվիրա երբ Սմիսլովի հետ էր խաղում Վիլնյուսում։ Ինչ էպիզոդների մենք ներկա եղանք։ Ինչքան հետարքիր։ Հյուրանոցում նստած էինք Կասպարովի հետ, ասեցի Գարիկ, կարելի է քեզ հետ մի պարչե շախմատ խաղալ, ասեց իհարկե, երբ որ ես առաջի խոդերը արեցի, քայլերը, ասեց ты шашки, наверное, играешь. Հումորով տղար է շատ, իր մայրը ինքը շատ հումորով էին։
Ինչ օրեր էին դրանք անմոռաց։ Գիտես ինչ, Լեգենդները չկան է։ մոտ Արնոյի եւ Տիգրան 40 տարի առաջ Պետրոսյանի է, պատկերացնես 40-42 տարի առաջ։ Դասի ոնց որ երեք լինի։ Ինքը 18 տարեկան, 19 տարեկան։ Այդ մարդուց ինչ ենք պահանջում։ Գիտես, Հայաստանում մի տեսակ բում ապրեց հեծանվային սպորտը եւ դու այդ ամենում նույնպես մեծ վաստակ ունես։ Ես հիշում եմ, թե ինչպիսի բարեկամություն էր անում Միքայել Ղազարյանի հետ։ Այո։ Աստված օգին լուսավորի չկա նա, սերացավ կյանքից, բայց Իրոք շատ մրցաշարեր ես, չէ՞ դու իր հետ մասնակցել։ շատ Միքայել Ղազարյանի հետ 2 անգամ եղել եմ բարեկամություն հեծանվված կար։ Սկսում էր Վարշավայից, այդ մայիսի 9-ին սկսում էր եւ ավարտում էր 21-ին։ Սկսում էր Վարշավայից Պրագա, Բերլին, հաջորդ տարի հակառակը Բերլին, Պրագա, Վարշավա։ 2 անգամ եղել եմ ես։ Ես զարմացած էի, որ այդ հեծանվված սպորտը, որ 120-200 կիլոմետր քաղաքների տարածությունն էր մեկը մյուսից, այնքան մարդ էր հավաքում։ Ես զարմանում էի, ասեմ գործ չունեն, բան չունեն, գալիս էին ժամերով սպասում էին, որ ընդամենը 5, 10, 20 վայրկյան կամ կես րոպե հեծանվորդները անցնեն ու հանգստանան իրանք։ Ինչ հաճույք էին ստանում, գոռում էին ամեկ ու ինչ որ բաներ։ Ես շատ էի զարմացել։ Իսկ որ Միշան ասում էր Եվրոպայում գիտես այդ հեծանվվածքը ինչ բարձր ռեյտինգ ունի, ես չէի հավատում, մինչև ինքս չտեսա այդ ամեն ինչը։ Այո։ Հետո արդեն սկսվեց մեզ մոտ էր, գիտեք, Սովետական միությունը Հայաստանում Միշան հասավ այն բանի, որ շատ հաճախակ է, անգամ Պիկուսն աստեղ եղել, Սուխարուն Չեկովն աստեղ չեմպիոն դարձել, այդ բոլորը եղել են Երևանի Ֆրանսիացի հայտնի օլիմպիական չեմպիոնը, ուզում եմ հիշել, նույնպես հարցազրույց նկարեցին քեզ հետ։ ու գիտեք շատ լավ էր էլի, իսկ Արարատի համար որ ասում եք, Արարատը 92 թվականին, 1992 թվականին, ես դե Արարատի 70 թվականից աշխատել եմ, այն ժամանակ Գլեբովը, Այո։ Բաբայան Յուրային ասեց, բա մի հատ ինձ մարդ է պետք, որ նկարանումներ անի, մարզումների ժամանակ ով գլուխ է պահում, ով լավ չի անում, ով ինչ է, ոնց է, որպեսզի դե շատ էին, Արարատը բոլոր ուզում էին Արարատում խաղային, ինքը 40-45 հոգի հավաքում էր, հետո կամաց մնում էին այդ 22 հոգին, որ հիմնական կազմը լինի իրանց փոխարինողներով եւ առաջի խմբում են դուբլներ խաղում, հիշում ես։ Այո, շատ լավ, իհարկե։ Եվ ասես ինչ պետք է ես նկարեմ, ասեմ, մենք չունենք բանը, դեր խցիկներ, որ տեսագրենք, պետք է կինո ասում նորմալ է։ Եվ զորախտյուրում են Ուկրաինայի վրա մի 10 րոպե, 5 րոպե նայած ինչ կամ ամեն մեկին որ ինքը ասում էր, նկարում է, ցույց է տալիս, ասում էր, вот ты плохо работал, ты плохо бегал, sense բոլորին ինչ որ բաներ էր ասում, ու տես կամանց, հետո ասես բկարած խաղեր էլ նկարես, ասեցի խաղեր էլ նկարել։ Հետո եկավ Սիմոնյանը, որ եկավ Միխայել Մամալաշվիլի կար Երևանում։ Շատ լավ հիշում եմ։ Ինքը աշխատում էր հավաքականների հետ սինխրոն պլավանի աղջիկների եւ ջրացածկորտների հետ եւ ինքը ուներ տեսախցիկ ասի միշ կարաս մեկ կաս Արարատը նկարենք էլի իրար հետ նկարենք ասես դա չունի ինքը վրացի էր բայց տեղ էր աշխատում ինքը ապրում շատ հոյակապ մի անձնավորություն էր ու մենք կամանց արդեն սկսեցինք սինխրոն հետո Ամերիկայից ստացանք Արարատը ստացավ իր խցիկը, տեսախցիկը կամանց սկսեցինք նկարել ու գնաց Արարատը 92 թվականին, երբ որ Արմեն Սարգսյանն էր գլխավոր մարզիչը, Կոլյան բաները ֆեդերացիայի նախագահ դարձավ, որտեղ սովետական միությունը վերջացրեց, չունեինք մենք սովետական միության առաջնություն։ Եվ ինձ թվում է, որ Ղազարյան Կոլյան եղավ պատճառ, որ Արարատը ոնց որ ասում են ավարտեց իր հերոսական երևքը, որովհետև 92 թվականին ինձ հարեցի, որ Արարատը 4-րդ տեղը գրավեց ընդամենը, բայց շատ ուժեղ թիմ էր, շատ ուժեղ։ Մենք պարապել էինք, ես գիտեմ ինչ թիմ սարքեց, Բաբալարյան Արմենն էր խաղում, Կրբաշյան Երվանդը,
Հովանեսյան Սաքոն, Սուքիասյան Երվանդը, Աբրամյանը, ոչ թե Ալոշան, այլ Հարություն Աբրամյանը, Արմեն Պետրոսյանը, շատ լավ թիմ էր, Մխիթարյան Համլետ Բուձելը, փոքրը, Գրիգորյան Ռազմիկը, Շարգեզյան Արմենը, անուններ եմ ասում, որ չտեսնված, որ յուրաքանչյուր, մենք որ դագամիսում էինք այնտեղ գարնանային հավաքներ, թիմերը ասում էին Սաբիրոմիխ, хорошие, ребята, хорошие, давайте к нам, все. Չէին գնում, Արմենը լավ կոլեկտիվ էր սարքել, եկան ստեղ, խորիկը սարքեց հոմենտմեն թիմը, և կեսին տարավ, կեսին տարավ, Սուքիասյան Երվանդը դուս եկավ, չուզեցած թե խաղալ, գնա Դինամո Կիև, Սարգսյանը, Հովանեսյան Սաքոն գնաց լոկոմոտիվ, ու տես ես թիմը կամասկա, բայց էլի մնացին լավ տղեկ, էլի մնացին, բայց դատավորները և ֆեդերացիան ամեն ինչ արեց, որ դուս գավ, իսկ 93 թվականին Վազգենը Սարգսյան զգաց, որ ինչ-որ ես թիմը կարող է կորի, ասեց կարգին եկեք, կարգին դատեք ես խաղերը, դարձան չեմպիոն և գավաթակիր։ Այո, լավ հիշում եմ։ Էդվին, մի մարզաձև էլ կա, որը Հայաստանում հենց քո լուսաբանման տարիներին ծաղկեց, սեղանի թենիսի մասին է խոսքը, հիշում ես, դու ֆիլմ ունես այդ մասին, և ես ուզում եմ առաջիկայում փոքր ռակետի մեծ վարպետները, շատ ես այդ ֆիլմը առաջիկայում ուզում եմ ցույց տանք անպայման, բայց հիշում ես այդ շրջանը, երբ Հարություն Հակոբյանը այսպես բում արեց։ Բում արեց ոչ թե միայն Հայաստանի համար, որտեղ ծնվեց ինքը սպորտաձևը, ինքը Գեղան Վարդանյանին։ Գեղան Վարդանյանը իր սանն է եղել Հակոբյանի։ Հետո եկան արդեն Բագրատ Բուրնազյան, որը 13 տարեկան հասակում հաղթեց Հայաստանի առաջնությունում Գեղան Վարդանյանին, հետո եկան Ֆելիքսը, Փիլոյան Ֆելիքսը եւ մնացած տղաները, Բագրատ Չզմաչյան, ոչ իմ ինչն եմ ուզում ասել, որ Հարություն Հակոբյանը ոչ թե Հայաստանում զարգացրեց այդ մարզաձևը, այլ ամբողջ սովետական միությունում, որտեղ ինքը դարձավ առաջի չեմպիոնը սովետական միության եւ ընդ զարմացան թե ինքը Ռումինիայից էր եկել եւ Ռումինիայի չեմպիոններ ինքը փաստորեն ու իրան գործուղեցին ամբողջ սովետական միությունով մեկ մինչև Վլադիվոստոկ ինքը դրեց այդ սեղանի թենիսի սկիզբը եւ հասանք հաջողությունների Գամասկով, Ռուդնովա եւ դու գիտես Բաքվում ինչպիսի բում էր Էլմիրա Անտոնյանը ստեղ երկու անգամ Զոյա Ռուդնովային Հայաստանում էլ եղավ առաջնությունը մեր փառք ասում ենք Անտոնյան քույրեր ունեցանք, Զաքարյան Անիտա ունեցանք, Մակինյան եւ շատ ուրիշներ եւ մեր Հայաստանում մենք բոլորը կարծում էին որ սեղանի թենիսը դա չինական խաղ է, ինչա որ չինացիները շատ ուժեղ են հիմա եւ արդեն բավական ժամանակ է, բայց ֆիլմում կա որ դա երկու հոգի եկել են ռեստորան, մատուցողը ուշացրել է իր ճաշը, տեսել են մեծ սեղան կա, բանկետնի ոնց որ ասում են, սիգարոնի տուփերը վերցել են, տուփի վրայի բան է, տուփի կեսը վերցել են ու տեսել են շամպանսկու պրոբկե կան, կլոր, ու սկսել են իրար հետ թենիս խաղալ, իչը մեկը տեսել է, ասել սպասիմ ասես թել կապենք, թող թելի վրայով գնա գա այդ կլոր շամպանսկուզը, հետո ասել չէ, հələ մի հատ եկեք հələ հացից սարքենք, ոչ մի տես կամած, ստացվել է սեղանի թենիսի մարզաձևը, և անգլիացը դեմը պինգ-պոնգ են ասում, պինգ-պոնգ, այստեղ պինգ-պոնգ, մենք այդ ֆիլմը անպայման շատ ֆիլմերի մեջ կա այդ բաները, որ ինչ է, որ Նովիկովի մասին ֆիլմ ասում, որ ինքը 20-րդ դարի լավագույն եղել է լավագույն սպորտաձևի հնգամարտիկը, լավագույն, աշխարհի իրան մեդալ են տվել, դուք կա ֆիլմում այդ պահը կա, երբ որ իրան մեդալը տալիս են և այնպես
շատ ճոխ բան են անում։ Բոլոր դեպքերում Հայաստանը մի այնպեսի սպորտային հանրապետություն է, որ ամեն Նովիկովը Հայաստանի համար։ Էլ չեմ խոսում մեր ծանրորդների Յուրի Վարդանյանի։ Իհարկե, շատ են փարկաստ։ Լեգենդների մի հավաքածու էր։ Էդին ես ուզում եմ իսկապես շնորհակալություն ասել քեզ, որ եկար, շատ կարևոր էր, գիտես, մենք ոչ թե քո ցունամիակն ենք ուզում միայն շնորհավորենք։ Ուզում եմ, որ այն բոլոր տարիների վաստակը, որ ունես, այն ֆիլմերը, հարուստ հավաքածուն, դու իհարկե տրամադրես, որպեսզի մենք կարողանանք ցուցադրել։ Որքան շատ ցուցադրենք, դու մի առիթով ինձ ասացիր, իմ նպատակը չի այդ նկարահանած ժապավենը պահել, հակառակը տալիս եմ օգտագործել։ Հանրությունը պետք է նայի, տեսնի, զգա, մենք ով ենք եղել, ինչ ենք եղել։ Շատ բաներ կա, որ իրանք չեն իմանում։ Օրինակ, մի հատ հարց տամ, էլի Համլետ ջան, դու գիտես, որ Շահինյանը օլիմպիական խաղերի ժամանակ Խելսինկիում, այո, 52 թվականին օլիմպիական չեմպիոն ո՞ր մարզաձևից է եղել։ Դե ես գիտեմ։ Իսկ դու գիտես, որ բոլորը չէ, որ գիտեն, դա չգիտեն, այո։ Գիտեն, թե ինքը նժուկի վրա է եղել օլիմպիական չեմպիոն։ Բայց ինքը եղել է իր խաչով առաջինը չեմպիոն։ Այո, օղակները առաջինը Շահինյանը։ Ազարյանի օղակներին չեն ասում, որտեղ Ազարյանը միջազգայնությունների ժամանակ շատ քիչ է պահել, մրցավարներին դուր չի եկել։ Հետո արդեն հաջորդ օրը, երբ որ Նագաբորիա են ասում էլի։ Այո, ժամանակ որ ինքը 16-ի մեջ է մտել։ Բան արել, որոշել է, որ մի հատ ցախ շուր գա, ասի լավ է, հետո մի հատ էլ աշ ու առաջացել է Ազարյանի խաչը։ Ու մնացել է, որ դա Ազարյանի խաչն է։ Էդվին, շատ շնորհակալ եմ, որ եկար։ Թող առաջի 80-ը այսպես հորով-մորով անենք, սպասենք երկրորդ 80-ամյակի։ Ես շատ եմ ուզում, որ գոնը իսկապես ֆիլմերը ցուցադրեք։ Անպայման։ Միգուցե դա խտան Ճիշտ է, անպայման պետք է։ Ուրիշները դա նկարահանվել է ցուցադրելու։ Ես ոչ մի բան չեմ ուզում, ոչ մեկից ոչ մի բան։ Մենակ թե ֆիլմերը ցուցադրեն, ամբողջ աշխարհը նայում է անգլերեն, ֆրանսերեն։ Ես ասել եմ մի անգամ, որ 208 երկիր այդ ֆիլմերը ունեն, 208 երկիր, որտեղ այդ ֆիլմերը ոչ թե ես եմ արել ինձ համար, այլ միջազգային օլիմպիական կոմիտեին դիմելուց հետո են իրանք ասել, որ արեք, ու բայց ֆրանսերեն, անգլերեն։ Այո, եւ դա իհարկե մեծ նվաճում էր։ Եղավ Էդվին, շնորհակալություն, որ եկար։ Ես եմ շնորհակալ, ես ուզում եմ բոլորի նոր տարին շնորհավորեմ, Սուրբ Ծնունդ ու նոր տարին, որպեսզի ուղղակի հայ ժողովրդի համար դա լինի խաղաղ, լավ տարի, թող սկիզբը լինի, ճանապարհները բացեն, մարդիկ ման գան, գնան, ուրախանան, ոնց որ 80 թվականներին մենք ուրախ ենք միշտ ապրել, շատ լավ ենք ապրել։ Գոնե մեր երեխաները, թորները այդ ամեն ինչը զգան, թե մենք ոնց ենք եղել, իրանք են նույնը լինեն հիմա։ Մենք աշխատում ենք միայն թե խաղաղությունն լինի։ Շնորհավոր բոլորին նոր տարին։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, Հանրապետության ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ հեռուստաօպերատոր Էդվին Գրիգորյանն էր իր 80-ամյակի օրը հյուրընկալվել Փակ TV տաղավարում։ Այսօր այսքանը, ցտեսություն։